Ծննդկանը անանուն, նորածնի ծննդյան ամսաթիվն ու ժամը ըստ այն օրվա ու ժամի, երբ նա շտապօգնությունով հիվանդանոց է ընդունվել։ Աղջնակին տեսակցելու եկած տղամարդն է նրան գտել Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակի խաղահրապարակում ընկած թիթեղների տակ, երեկոյան 20:40-ին։ Բնակիչներից մարկալ մոտիկացավ դիմեց, ասաց ձայն ա գալի, ոնց որ շումն ա կամ չգիտեմ երեխայի ձայն ա գալի, ասի գնացի ինձ տեղում Ամենչապես զգացի, որ ձայն ա գալի, մի պահ ուզում էի որքով խփեի, թութ չխփեցի, կռացա այծելը բացեցի, տեսնեմ երեխա է միջին նորածին արդեն։ Հենց այդ բանին գրկել եմ ամենչապես ու զանգել եմ շտապօգնություն 5 րոպե ընթացքում եկել ա ոստիկանություն։ Նարեկը զանգահարել է շտապօգնություն, նորածնին անմիջապես տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոնի ծննդատուն, վիճակը ծանր է գնահատվել։ Երեք ցավոք սրտի երեկոն բավական զոհ էր եւ երեխան ջերմաշրջանը իջել է մինչեւ 30 աշրջան, ինչը կրիտիկական է նորածինների համար, հատկապես նոր ծնված նորածինների համար։ Բացի շնչական անբավարարությունից, որը տանելի բան է, բայց հիպոթերմիան հենց բավական վտանգավոր նշան է նորածնի համար։ Հիմա երեխայի ջերմաշրջանը նորմալ է մեր համար 36.7։ Երեխան ըստ բժիշկների այժմ 1 օրական է, ծնվել է վաղաժամ, ոչ հիվանդանոցային պայմաններում, 2 կիլոգրամ 550 գրամ քաշ ունի, 40 սանտիմետր հասակ։ Կլինիկա ընդունվելիս արդեն պորտալները թանզիֆով կապված եղել, բայց երկար կտրված չի եղել, իսկ մոտավորապես 25 սանտիմետր պորտալար դեռ կար։ Մենք վստահորեն կարող ենք ասել, որ ծնվել է ամսի 10-ին։ Այո, հաստատ պորտալարի թարմությունից դատելով կարելի է մտածել, որ 3-ից 5-6 ժամական երեխա։ Կոնկրետ ժամ չի կարելի ասել, բայց վստահորեն ամսի 10-ին ծնված է։ Բժիշկները երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերել, զարգացման ակնհայտ արատներ նույնպես չեն տեսնում։ Այս պահին նրանց գնահատմամբ աղջնակի կյանքին վտանգ չի սպառնում։ Եթե բարդություններ չառաջանան, նա կշարունակի բժիշկների հսկողության տակ մնալ ևս 20-ից 22 օր, ինչից հետո փոքրիկի հետագա ճակատագիրը կորոշի սոցիալական ծառայությունը։ Երեխայի բուժումը ավարտելուց հետո երեխան կգնա մանկատուն։ Փոքրիկին գտած Նարեկը նրա մոտից չի հեռանում, ցանկություն ունի անձամբ ընտրել նրա անունը, սպասում է պատկան մարմինների թույլտվությանը։ Այս պահին փոքրիկը գտնվում է կուվեզում, որտեղ պահվում են անհաս կամ հիվանդ նորածինները։ Սարքն ապահովում է երեխայի կյանքի համար անհրաժեշտ ջերմաստիճան, խոնավություն եւ թթվածնի մշտական մատակարարում։ Թե ինչպես է նորածինը հայտնվել դրսում, դեռ հայտնի չէ, ծնողները չեն հայտնաբերվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։